Հարգելի հեռուստադիտողներ, շարունակվում է թողարկումը եւ այս պահին առաջին լրատվականի տաղավարում զրուցելու ենք Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Աղասի Աղասյանի հետ։ Ողջույն Աղասի, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Աղասի, Ռիոյում շարունակվում է ամառային օլիմպիական խաղերը։ Աղմկահուրից էր Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի որոշումը։ Քո փոխարեն Ստուգադեսին մասնակցեց Արաքել Միրզոյանը 85 կիլոգրամ քաշային կարգում եւ ինչպես ցույց տվեց մրցույթի ընթացքը, Արաքելն ուղղակի պատրաստ չէր մրցմանը, ինչ կատարվեց հավաքականում։ Հավաքականում ամեն ինչ ընթանում էր նենց ոնց որ կարգներ, հավաքներ, Հայաստանի առաջնություն, ես մասնակցեցի Հայաստանի առաջնությանը, Արաքել Միրզոյանը այդ վաղ համապատասխան մարզավիճակ չուներ մասնակցելու, չմասնակցեց, հետո Եվրոպայի առաջնությանը երկու մեր թիմի տղաները Սմբատ Մարգարյանն ու Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով դուրս մնացին, Արաքելը հավաքական ընդգրկվեց եւ մասնակցեց, այնտեղ նա գրավեց 10-րդ տեղը, ինչքան հիշում եմ, ես 6-րդ տեղը, որից հետո նորից ընթանում էին ընթացիկ հավաքները, որի ընթացքում մի հավաքին մասնակցել եմ, մեկին ոչ, մասնակցել ենք Պարսկաստանում Fajr Cup մրցաշար կար, այնտեղ նույնպես Արաքել Միրզոյանը գրաված 9-րդ տեղը, ես նորից 6-րդ տեղը, բավականին օլիմպիական ախմբի մասնակիցներից համարյա 6 հոգին մասնակցում էին այնտեղ։ Մի խոսքով, այնտեղից հետո էլ նորից հավաքները ընթացան, երևի թիմի կազմը 90%-ով պարզ էր, խնդիրը կայանում էր նրանում 5-րդ տեղի մասնակիցը կամ պետքա լինեի ես կամ Վանիկ Ավետիսյանը, որովհետև տվյալ պահին արդյունքներով մենք էինք համապատասխանում, որ կարող էինք մասնակցել օլիմպիական խաղերի։ Մի խոսքով վերջին հավաքին հանկարծակիորեն, ոնց որ ասած, տեղեկանում ենք, որ 5-րդ մարդը լինելու Արաքել Միրզոյանը։ Օլիմպիական խաղերի մեկնարկից քանի օր առաջ է դա։ Մեկնարկից երևի 15-20 օր առաջ։ Միջև Ռիո մեկնելը։ Որն է մարզչական շտաբի նման որոշման պատճառն ըստ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մարզչական շտաբը, ոնց որ ասած, կոնկրետ հստակ պատասխաններ չտվեց, ես այդպիսի պատասխաններ չստացա։ Եվ չեմ կարող պատասխանել նրանց կարծիքը ինչն է, պատճառը որն է։ Ես այդ պատասխանը դեռ չեմ ստացել։ Անցյալով նախնիներից հայրենասեր հոգուկանչին միանում եմ հանրապետական կուսակցությանը։ Իսկ կարող է Արաքելի այս հայտարարությունը նախկինում արված կամ նույն Օքսեն Միրզոյանի նրա հոր հեղինակության գործոնը որոշիչ դեր են խաղացել մարզչների նման որոշմանը։ Բոլորին պարզ է, որ Օքսեն Միրզոյանը հարգարժան մեր ազգի լեգենդ մարզիկը, նա շատ մեծ պատիվ հարգանք ունի հանրապետությունում եւ միգուցե կարող էր կապ ունենալ, միգուցե ոչ, ես կոնկրետ չեմ կարող ասել, բայց Արաքելի դիրքորոշումը, թե նա որ կուսակցությունում է, դա ինձ թվում է նրա խնդիրն է, կարող է ունենա, կարող է չունենա, ես կոնկրետ չեմ կարող պատասխանել։ Մրցելույթի մասին խոսենք, 158 կիլոգրամ, երկրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել եւ մրցահարթակին վնասվածքի որևէ նշույլ չէր նկատվում եւ սրահում հանկարծ ձախսերուն քաթաթի վնասվածքը ինչպես է այդպես լինում։ Ես առաջին անգամ եմ նման դրվագի ականատես լինում, երբ մարզիկը մրցահարթակին որևէ վնասվածքի նշան ցույց չի տալիս եւ հանկարծ բարձրանում է վնասվածքը կա սրահում։ Ծանրամարտում ընդհանրապես ծանրամարտը Իրանից ծանր սպորտաձև է, անունից էլ պարզ է, որ ծանր սպորտաձև է։ Ծանրամարտի վնասվածքները շատ ակնհայտ եւ պարզ են։ Այնպես չի լինում, որ ինչպես Անդրանիկ Կարապետյանը բարակը։ Այո, այնպես չի լինում, որ մարզիկը հենց այնպես հարթակից իջնի եւ նստած տեղը վնասվածք տան։ Այդպես ուղղակի չի լինում։ Ես իմ կարիերայում այդպիսի բան չեմ նկատել։ Եղել է մի դեպք, կարծեմ աշխարհի առաջնությանը Տիգրան Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը, մեծ Տիգրան Մարտիրոսյանի մասին է խոսքը, դա ամիսներ առաջ արդեն մենք բոլորս գիտենք, որ նա վնասվածք ունի,
այդ վնասվածքը զգացնել տվեց, իսկ Առաքելը որպես այդպեսին ոչ մի վնասվածք կրունկի հետ կապված չի ունեցել։ Հրաժարվելու պատճառը ինչ է կարող է լինել։ Հրաժարվելու պատճառը ես կարող եմ հստակ նշել մարզավիճակի բացակայությունը։ Դա ակնհայտ էր նաև ֆիզիկական վիճակից, որովայնի հատվածում ինչ ավելորդ։ Հնա այդ արդեն չեմ կարող ասել, բայց նրա արած արդյունքներից, ինչը նա ցույց տվեց Եվրոպայի առաջնությանը, Պարսկաստանում եւ վերջին հավաքներին, չնայած վերջի հավաքներին չեմ կարող թիվ ասել, որովհետեւ ոչ մի փաստարկ չկա, փաստարկներով եմ սիրում խոսալ, դա Եվրոպայի առաջնությունն է եւ Պարսկաստանի առաջնությունը, նաեւ Հայաստանի առաջնությանը, որ ես հաղթեցի, այդ թվերը բոլորը ավելի բարձր են, քան Առաքել Միրզոյանի քանի կիլոգրամի տարբերության մասն է։ Ես մինիմում այս տարի 3 անգամ նրան 10 կիլոգրամ հաղթել եմ։ 2 անգամ, 3 անգամ հաղթել եմ։ Մրցման ժամանակ էլ 158-ից մեկնարկեց, իսկ հաջորդ ծանրորդը 170 կիլոգրամից մեկնարկեց եւ բարձր էր, որ մարզավիճակի բացակայությունը։ Այստեղ խնդիրը գիտեք ինչու՞մ է կայանում, այստեղ մեդալի մասին խոսք չէր կարող գնալ։ Այստեղ ամբողջ խնդիրը կայանում էր հայազգը, որպես ասած, ճիշտ ներկայացնելու։ Ամբողջ աշխարհը հետևում է հայ ազգին եւ հայ ազգից ինչ որ մարզիկ նման մրցելույթ է ցույց տալի։ Ես չեմ կարող ասել, որ ես ոսկե մեդալ կարող եմ բերել։ Ես ընդհանրապես կարող եի հստակ ասել, որ ես կապահովեի նորմալ մրցում, նորմալ մոտեցումներ եւ լավագույն տասնյակի մեջ կլինեի։ Դե հաստատ ես կարող եմ ասել, որովհետեւ վնասվածքներ ընդհանրապես չունեմ եւ ամեն ինչ իմ մարզավիճակը նրան էր բերում, որ ես պետքա լավագույն տասնյակի մեջ լինեի, բայց դա ոնց որ ասած չստացվեց։ Ցանկացած մարզիկի համար օլիմպիական խաղերի երազանք է, տարիների վեր պատրաստվում եք, ուսումնամարզական հավաքներ, ամենօրյա մարզումներ եւ վերջին պահին նման որոշում արդյոք այս հարվածը կարող է ինչ-որ բան փոխել մարզական կարիերայում, որովհետեւ վաղուց արդեն 19-20 տարեկան չէ, երբ ամբողջ կարիերան արդեն արժևում է։ Նույնը նաև Վանիկ Ավետիսյանի պարագայում կարող ենք ասել։ Այն մարզիկները, այն ծանրորդները, ովքեր ողջ ընթացքում եղել են հավաքականի անդամ, ներկայացրել են Հայաստանը մրցումներում, վերջին պահին, վերջին վայրկյանին հանկարծ չեն մեկնում օլիմպիական խաղերի։ Սա ինչ կարող է նշանակել ձեր հետագա կարիերայի համար։ Մի հատ փաստ մեջ բերեմ, Լոնդոնի օլիմպիական խաղերին կնվեց նույն պատմությունը, ինչ հիմա։ Նույնպես Տիգրան Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց, Վանիկ Ավետիսյանը ինչ-որ անհասկանալի պատճառով դուրս մնաց, Առաքել Միրզոյանը գնաց եւ նույն բանը կրկնեց Լոնդոնում, 0 ստացավ։ Նույն բանը կրկնվեց, ոնց որ ասած, հիմա։ Բոլորին ակնհայտ էր դա։ Ես իմ այս գրառումների, թե իմ այս խոսալու ոնց որ ասած պատճառը նա է, որ ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ ինձ համարում, որովհետև բարձր մրցաշարերի եմ մասնակցել։ Ինձ չի կարող այս փաստը ոնց որ ասած կտրել սպորտից։ Ես չեմ հեռանա հաստատ սպորտից, ես դեռ ասելիքներ ունեմ։ Ուղղակի շատ վատ բան է սա։ Ինքը իրանից շատ տհաճ, շատ վատ, շատ ցավալի փաստ է։ Սա կյանքի իմաստ է, որ մարդիկ ինչ որ ինչ դիրքում գտնվելով, ինչ որ որոշումներ կարող են կայացնեն, ինչ որ հարցեր կարող են լուծեն, եւ դրանով ոնց որ մարդկանց կյանքի մենակ իմ չէ, մենակ Վանիկ Ավետիսյանի չէ։ Նախադեպեր շատ են եղել, ես կոնկրետ չեմ կարող անուններ ասել, բայց նման ձևով, նման սոցիալական այդ դիրքը չարաշահելով չի կարելի մարզիկների կյանքի նպատակը գետնին հավասարել։ Փոշիացնի վարքին։ Օրերանց պատվիրակությունը վերադառնալու է Հայաստան, պատրաստվում եք մարզիչների հետ զրույց ունենալ, օրենք բացատրություն ակնկալել Փաշիկ Ալավերդյանից, մյուս մարզիչներից։ Ես ոչ մեկից ինձ թվում է, ոնց որ ասած, ոչ մի բան չեմ պահանջի, ինձ ամենից պարզ է։ Ես ուղղակի ուզում եմ սպորտ սիրող, ոնց որ ասած, սպորտի մեջ գտնվող մարդիկ
բոլորին པարզ լինի այս ամեն ինչը, որ նրանք մենակ սպորտը նայելով չի, հեռուստացույցով պետք է մի քիչ սպորտի մասին հետաքրքրվես, ուզում եմ մարդիկ իմանան ուղղակի, որ նման դեպքեր լինում են եւ պատճառը որն է։ Ինձ թվում է ինձ ոչ մեկ չի կարող նորմալ կշռադատված պատասխան տալ այս հարցին, ոչ ոք չի կարող։ Հավաքականի մարզումների մասին ինչ կասեք առհասարակ ներսի աչքով, այսպես ինչպես կներկայացնեք, լինում են բազմաթիվ դեպքեր, երբ մրցումների ժամանակ օրինակ որոշում եք կայացում քաշային կարգ փոխել եւ մարզիկը ստիպված է օրինակ 10 օրում 13 կիլոգրամ քաշ գցել եւ հյուծված մրցահարթակ է դուրս գալիս 0 ստանում, եղավ Մելինե Դալուզյանի պարագայում, նույն Արաքել Միրզյանը 2012-ին բողոքում էր, որ վերջին պահին որոշել էին 7 կիլոգրամ ջրազրկվել էր ամբողջ օրգանիզմը։ Նախ մարզումային ծրագրերի մասին եւ ինչպես են գնահատում առհասարակ մարզավիճակը Արաքելի պարագայում արդեն վիզուալ ամեն ինչ հասկանալի էր, որ մարզիկը պատրաստ չէ օլիմպիական խաղերում ըստ արժանավույն ներկայացնել երկիր։ Մարզումային process։ Մարզումային process-ը իմ կարծիքով պետքա սենց լինի։ Անցկացվի Հայաստանի առաջնություն, որը անցկացվում է։ Ընտրվի թիմը կոնկրետ եւ այդ թիմը գնա միջև վերջ։ Իսկ մեր ծանրամարտի խոհանոցում այնպիսի իրավիճակ է, որ կարող է ընտրվի ոնց որ ասած թիմը եւ միջև հասնեն մրցումների թիմի 90%-ը փոխվի։ Դա ինձ թվում է սխալ է։ Քաշային կարգերը։ Քաշային կարգ թե կփոխվի, թե մարզիկները կփոխվեն, հստակ չի, ստաբիլ չի մեր հավաքականը, ծանրամարտի ստաբիլ չի։ Մենք ունենք շատ տաղանդավոր մարզիկներ ունենք։ Բոլորը, թե ովքեր մասնակցում են օլիմպիական խաղերին հիմա, բոլորը շատ տաղանդավոր, բոլորն իմ ընկերներն են։ Շատ տաղանդավոր տղաներ են բոլորը։ Բայց այս ոչ ստաբիլ իրավիճակը ծանրամարտի ինչ որտեղ ազդում է բոլորիս վրա։ Ինչ հետ է կապում։ Փոփոխությունները Փոփոխությունը կապում եմ նրա հետ, որ մեր ծանրամարտի ֆեդերացիայում կան տարբեր պաշտոնի մարդիկ, ճիշտ է։ Այդ տարբեր պաշտոնի մարդիկ ոչ մեկ իր դիրքում չի աշխատում։ Ոչ մեկ իր դիրքում չի աշխատում։ Պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի վրա չի։ Այսինքն կայացվում են որոշումներ, այդ որոշումները վաղ կարող ուրիշ որոշումներ դառնան։ Դա այդտեղից է խնդրեմը գալի մեր ծանրամարտի։ Այս պարագայում նաև Հայաստանի առաջնությունը փաստորեն ձևական բնույթ է կրում։ Ձևական բնույթ այնքանով է կրում, որ բոլորին համարյա մեր ծանրամարտը այնքան քիչ մարզիկներ ունի Եվրոպայի աշխարհի մակարդակի, որ բոլորին պարզ է, հիմնականում բոլորին պարզ է, որ SS մարդիկ են եւ ուրիշ մոտիկ գնացող նրանց ոնց որ ասած չկա։ Տեսեք նաև վնասվածքների մասին խոսենք 2010 թվականին Արա Խաչատրյանը նույն Արմընկահոդի վնասվածքը ստացավ։ Մինչ այդ Մելինե Դալուզյանն էր ստացել Արմընկահոդի նույնատիպ վնասվածք։ Արա Խաչատրյանի վնասվածքին Անտալիայի հաջորդեց Թրիփսիմե Խուրշուդյանի նույն Արմընկահոդի վնասվածքը եւ հիմա արդեն Անդրանիկ Կարապետյանը։ Գիտեմ նաև որ Հայաստանի առաջնության ժամանակ բազմիցս եղել են Արմընկահոդի նման վնասվածքներ։ Այս պարագայում բոլոր սլաքները կրկին ուղղվում են դեպի մարզչական անձնակազմ, դեպի մարզչական շտաբ, մարզումային ծրագրերի միգուցե ինչ որ այսպես ասած խոտանները կարող են լինել պատճառը։ Նշած ոչ պրոֆեսիոնալ մակարդակը չինովնիկների պարագայում մարդիկ արտացոլվում են նաև այդ մարզումային process-ների, ունենք քաշ գցելու պարագայում ամեն ինչ ակնհայտ է։ Չէ, ես վնասվածքների պահը համոզում չեմ ձեր հետ, մարզչական ոնց որ ասած աշխատանքը դա վնասվածքի հետ շատ կապ չունի, դա Անդրանիկի վնասվածքը դա ընդհանրապես պատահականություն էր, դժբախտ պատահական։ Այո, բայց նախկինում նաև նույնատիպ վնասվածք։ Նույնատիպ վնասվածքները նրանից են, որովհետև ծանրամարտի ամենա շատ վնասվածք, ոնց որ ասած, այդ մարմնի այդ հատվածներում են ստանում, որովհետև ամբողջ ոնց որ ասած լարվածությունը ընկնում է այդ հատվածի վրա։ Հիմնականում այդ հատվածում են վնասվածքներ ստանում եւ բոլորն են ստանում։ Բոլոր ծանրամարտ մարզվողների ցավոք 70%-ը այդ նմանատիպ վնասվածքներ ստանում են։ Ինչպես է որոշվում սննդակարգը, ինչպես է որոշվում
բուրզը նման process-ը, արդյոք կան հոգեբաններ հավաքականում, մերսողներ, մի ամբողջ կոմպլեքս է։ Ներսից որպես հավաքականի ներկայացուցիչ ինչ բացեր եք տեսնում։ Չէ, վերջի տարիներին ինչ պարոն Ալավերդյանը գլխավորեց մեր հավաքականը, մարզումային process-ը շատ հստակ է, մարզումները հաճախ լինում են արտասահմանում, ինչը շատ գովելի է, սնունդը շատ լավ է, ամեն ինչ իդեալական է, կարելի իդեալականի բերած է համարյա, մեր այս դոպինգ սկանդալներից հետո, որ այս ոնց որ այս թիմը մենք ստացանք, սա շատ գովելի է մարզիչների մեծ ներդրում ունեն մարզիչները։ Դոպինգի հետ կապված կուզեմ անդրադառնանք Ռուսաստանի հավաքականը։ Գիտեք, ամբողջությամբ որակազրկվեց, այդ թվում Տատյանա Կաշիրինը, լեգենդար ծանրորդուհին, Ալեքսանդր Լովչևը, որը հանկարծ վերջին պահին պարզվել էր, որ Ռեզա Զադեի լեգենդար ռեկորդները գերազանցել էր խթանիչների օգնությամբ։ Ցավոք մեր հավաքականի նույնպես անդրադարձավ Ռիփսեմե Խուրշուդյան, խոսվում է նաև Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ ընդունելու մասին, սակայն դա դեռևս հաստատված չէ։ Օգոստոսի 22-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ ՎԱԴԱ-ն կտարածեն հայտարարություն, անուններ կհրապարակեն եւ ամեն ինչ արդեն հստակ կլինի, ժամկետներ որակազրկման եւ այլն։ Դոպինգը փաստորեն նաև հասել է մեր հավաքական։ Այո, դա շատ լուրջ խնդիր է ամբողջ ծանրամարտի հետ կապված։ Ռուսաստանի հետ կապված չեմ կարող ուրիշ պատճառ չեմ գտնում, սա ինձ թվում է քաղաքական ինչ որ խնդիր է կրում Ռուսաստանի հետ կապված։ Բայց նաև բազմաթիվ էին մարզիկները, ծանրորդները, որոնք խթանիչներում էին։ Ну, հնարավոր է, բայց սա ընդհանրապես քաղաքական բնույթ է կրում, ինձ թվում է, չեմ կարող հստակ պատասխանել։ Իսկ մեր մարզիկներինը Տիգրան Մարտիրոսյանը, Ռիփսիմե Խուրշուդյանի մասին չեմ կարող ոչ մի տվյալ ասել, որովհետև ինքս չգիտեմ, նույնիսկ նրանք չգիտեն։ Դա պարզ կլինի։ Իսկ մրցումներից առաջ տեղեկություններ ունեմ, որ երբեմն սահմանվում են քաշեր հստակ մարզիկների համար կամ մեդալներ, արդյոք դա լրացուցիչ ճնշում չէ։ Դե այդ քաշերը, որ սահմանվում են, դա միջազգային ֆեդերացիան է պահանջում, որ հստակեցնի մասնակիցների քանակը եւ Չէ, նկատի ունեմ մարզչի կողմից։ Մարզչի կողմից մարզիկի առջև հստակ սահման է դրվում կամ օրինակ մեդալի պահանջ, չէ՞ որ դա կարող է հոգեբանական լրացուցիչ բեռ լինել ծանրորդի համար։ Դե գիտեք ոնց այդ թվերը մարզիչը դնում է մարզիկի առջև, որ նա ավելի կոնկրետանա իր գործի մեջ, իր մարզումների մեջ, որպեսզի հասնի այդ թվերին։ Դա ինձ թվում է անհրաժեշտ քայլ է մարզիչի կողմից։ Աղաս ինչ պետք է փոխվի հավաքականում, որպեսզի նման նախադեպեր այլևս չլինեն Արաքել Միրզոյանի եւ ձեր այս ամբողջ պատմությունը հաշվի առնելով։ Մեր հավաքականում ոչ մի բան չպետք է փոխվի, ինձ թվում է, որովհետեւ շատ նորմալ վիճակում է հավաքականը գտնվում, բացի իմ եւ Վանիկ Ավետիսյանի հետ կապված այս օլիմպիական սկանդալի հետ կապված այս խնդիրը պետք է վերացվի։ Հենց հիմքից պետք է վերացվի այս խնդիրը, որ հավաքականը պետք է կառավարի հավաքականի մարզիչը եւ երկրորդ մարզիչը։ Եվ հավաքականի մարզիչի խոսքը պետք է լինի 100%-անոց, այսինքն հավաքականի մարզիչը, եթե ինձ ասեց Աղասյան դու չես գնում մրցումների, ես պետքա գլուխս կախ ասեմ չեմ գնում։ Ասեց գնում ես, պետքա գնամ։ Հավաքականի մարզիչի խոսքը քննարկման ենթակա չի։ Իսկ բարձրաբանում այս դեպքում անհրաժեշտ չէ, չէ՞ որ տարիների վեր մարզվում եք Ռիոյին մասնակցելու համար, երբ մարզիչը ասեց որ չեք գնում Ստուգատեսին, արդյոք չպետք է զրուցի մարզիկին բացատրի, թե ինչու նման որոշում կայացվեց։ Հակառակ դեպքում վերացվում է հաստատ կամայական։ Դե ես ոնց որ ասած բարձրաբանում չպահանջեցի ինչ պատճառով, որովհետև կարող է դա էլի մեծ քննարկման թեմա դառնար, ինչը կխանգարեր Արաքել Միրզոյանին առաջինը։ Ես չուզեցի ընթաց տալ այդ հարցին, որ Արաքել Միրզոյանի իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չտվեց, որ ես ազդեմ նրա հոգեբանության վրա եւ նրան ոնց որ ասած, եթե արդեն որոշվել է, որ ինքն է մասնակցում, թող գնա իր լավագույն արդյունքները ցույց տար, գար։ Լավ կմասնակցեր, եթե այսպես լիներ, արդեն էսի հարցի մյուս կողմն է։
Facebook-ան գրառումները ձեր բավականին մեծ իրարանցում առաջացրեցին, ինչպես կմեկնաբանեք առհասարակ գրառումները, սա բուռն արձագանք էր, որը նաև աննախադեպ էր։ Դե ես որպես մարզիկ ոնց որ ասա սպասում էի առաքելի մրցումներին եւ եթե տենց ստացվավ ես չգիտեմ, ես ցանկացա դա բոլորը իմանան։ Ես վերջի 3-4 տարիներում Հայաստանի առաջնությունները միշտ իմ քաշային կարգում հաղթել եմ։ Միշտ էլ Եվրոպայի աշխարհի առաջնությունները համարյա մասնակցել եմ, կարող եմ մի աշխարհի առաջնություն կամ Եվրոպայի առաջնություն ինչ-որ պատճառով չեմ մասնակցել, բայց հիմնականում բոլոր մրցումներին համարյա մասնակցել եմ։ Ես ուղղակի ուզում եի ամբողջ Հայաստանը իմանար, որ կա նման խնդիր։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք տաղավարում զրուցում ենք ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Աղասի Աղասյանի հետ։ Մնացեք մեզ հետ։